Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV-ի եթերում, բարև ձեզ։ Ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր զրուցակիցս բժիշկ գաստրոենտերոլոգ Գրետա Պողոսյանն է։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն Տաթև ջան, սիրով։ Ես այսօր ուզում եմ խոսենք մեր աղեստամոքսային համակարգի առողջության եւ եղանակային սեզոնային կախվածության մասին։ Քանի որ երբ մենք խոսում ենք առհասարակ եղանակային որոշակի դրսևորումներից, որոնք ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա, մենք մտածում ենք, որ դա պիտի լինի վիրուսային որոշակի դրսևորումներ, ճնշման տատանումներ, սրտանոթային համակարգում որոշակի խնդիրներ, ամեն ինչ բացի աղեստամոքսային համակարգից, տրամադրության անկումներ, բարձրացումներ եւ այլն, բայց արի ուտես, որ անգամ այս համակարգը եղանակակախյալ է, այսպես եթե տերմինը օգտագործելու լինենք։ Հատկապես գարնանային շրջանում, որոնք են այն սրացումները, որոնք կարող են հանդիպել այս համակարգում եւ արդյոք այդքան մեծ կապ կա եղանակի եւ աղեստամոքսային համակարգի մեջ։ Այո, Տաթև ջան, ճիշտ եք, բացի ձեր նշված համակարգերից, աղեստամոքսային տրակտում եւս կատարում են որոշակի փոփոխություններ սեզոնայնության փոփոխության հետ կապված։ Քանի որ այս շրջանում բոլորը սիրում են գտնվել դրսում, մաքուր օդում, սնվել դրսում եւ այդ դրսում սնվելը իրենից բխում է նաեւ հանդիպում տարբեր բակտերիաների եւ ինֆեկցիաների հետ, որոնք որոշակի դրսևորում ունեն մեր աղեստամոքսային տրակտում։ Քանի որ այս շրջանում մենք սկսում ենք օգտագործել վաղ մթերքներ, որոնց ոչ ճիշտ մշակման, թերմոմշակման պարագայում իրենք ունենում են պաթոլոգիկ ազդեցություն մեր աղեստամոքսային տրակտի վրա։ Կնշեմ մի քանի բակտերիալ ինֆեկցիաներ, որոնք տիպիկ են այս շրջանում։ Սալմոնելաների մասին կուզեմ խոսեմ, որոնք մեր օրգանիզմ ընկնելով վարակված մթերքների միջոցով առաջացնում են բավականին արտահայտված լուծեր, փսխումներ, որովայնային ցավեր, պացիենտները ինտոքսիկացված են, որովայնում ցավեր, դրանից բխող պսիխոէմոցիոնալ փոփոխություններ, որը պահանջում է իրենից լուրջ։ Ո՞ր մթերքներն են, որոնք կարող են վարակի աղբյուր դառնալ։ Վարակված ջուրը, ձվի միջոցով, սառեցված մսի միջոցով, որոնք շատ հաճախ օգտագործվում են արաքսաննդի կետերում։ Կուզեի խոսել նաև աղիքային ցուպիկի մասին, որը եւս վարակված մթերքների միջոցով անցնելով մեր օրգանիզմ կարող են առաջացնել տարբեր կլինիկական դրսևորումներ, ինչպիսիք են լուծը, փսխումները, բարձր ջերմությունը, արտահայտված ջրազրկումը, ինչը կարող է բերել նաև այլ օրգան համակարգերի կենտրոնական նյարդային համակարգի, երիկամների ախտահարումներ եւ այսպեսով ունենում ենք բացի աղեստամոքսային տրակտի փոփոխություններից, այո, ամբողջ համակցված պաթոլոգիկ վիճակներ։ Կուզեի խոսել նաեւ մեկ այլ ինֆեկցիալ բակտերիայի մասին, կամպիլոբակտերի մասին, որը Վախենալու անուններ եք տալիս։ Ինքը այն բակտերիան է, որը առաջանում է թշնամսի ոչ ճիշտ թերմոմշակման արդյունքում։ Ցավոք սրտի վերջին շրջանում ունեցել ենք տես դեպքեր, որ թշնամսի ոչ ճիշտ թերմոմշակման արդյունքում ունեցանք մի քանի դեպքեր։ Իսկ ո՞րն է ճիշտ մշակումը այդ դեպքում, խնդրում եմ այլ նշեք։ Ճիշտ մշակումը որոշակի ջերմաստիճանում մսի ճիշտ եփման պայմաններն են եւ որի արդյունքում տվյալ բակտերիան վերանում է։ Կուզեի խոսել նաեւ կամպիլոբակտերի մասին, որը կամպիլոբակտերիոզ է առաջացնում մեր օրգանիզմում։ Դա թշնամսի ոչ ճիշտ թերմոմշակման արդյունքում է առաջանում։ Պացիենտների մոտ հաճախ արագ պատրաստման սննդի կետերում այդ խնդիր ունենում ենք սառեցված թշնամսերում տվյալ բակտերիան ապրում է եւ ոչ ճիշտ թերմոմշակման արդյունքում պացիենտները այն կրում են եւ արդյունքում ունենում են լուծեր, արտահայտված որովայնային ցավ, փսխումներ, տիպիկ ինտոքսիկացիոն երևույթներ, ջրազրկումներ եւ իրենից բխող բոլոր կլինիկական դրսևորումները։ Եթե մենք թշնամիսը շատ երկար եփենք, կապահովագրենք մեզ։ Այո, թշնամիսը ունի որոշակի եփման տեխնիկա եւ համապատասխան տվյալ բակտերիան թերմոկանոնություն չունի, այսինքն եթե իրեն եփենք համապատասխան ջերմաստիճանում, տվյալ բակտերիան ինքը չի լինի մծամթերքի մեջ։ Լավ, միշտ մասնագետներն ասում են, որ այս շրջանում ձմեռվանից հետո մենք ունենում ենք նաև վիտամինային պակասներ, քանի որ ձմռանը գիտենք այդքան էլ շատ վիտամիններով հարուստ ուտելիքներ չեն ուտում, բանջարեղեն, կանաչեղեն այդքան շատ չկա, մրգերն էլ այդքան սեզոնային բնույթի քիչ են լինում, հետևաբար մենք գարնանը կարծես վիտամինային քաղցով սկսում ենք ինչքան հիվանդություն վիրուս կա, հնարավորինս վարակվել հիվանդանալ, հա։ Սա եւս ձեր ոլորտում պատճառ է դառնում, որ ավելի
ակնառու լինեն, ավելի արտահայտված լինեն խնդիրները։ Ճիշտ է, Տաթև ջան, ձմեռ վանից անցումը դեպի գարուն իրենից բխում է ցածր իմունային պաշտպանություն, վիտամինային դեֆիցիտներ, պսիխոէմոցիոնալ պասիվ ֆոն եւ այդ ամենը բերում է նրան, որ օրգանիզմը ավելի կալունակ են տարբեր ինֆեկցիաների, բակտերիաների նկատմամբ։ Կախված տվյալ անձի անհատական իմունիտետից անհատներ կան, որ տվյալ բակտերիան կամ ինֆեկցիան կամ հարուցիչը թեթև են տանում, մարդիկ կան, որ ունենում են ծանր կլինիկական դրսևորումներ։ Այսինքն այս դեպքում մենք նորից գալիս ենք նրան, որ ցանկացած խնդրից խուսափելու կամ հնարավորինս քիչ կորուստներով, խնդիրը հաղթահարելու համար պիտի օրգանիզմի իմունիտետը բարձր պահենք եւ պիտի առողջ ապրելակերպ վարենք։ Առողջ ապրելակերպի գաստրո ոլորտն եմ ուզում նաեւ քննարկենք, որովհետեւ դե բոլորս լավ գիտենք սպորտով զբաղվել եւ այլն, սրանք շատ լավ գիտենք։ Ձեր ոլորտը ինչ է թելադրում, ինչ է պահանջում։ Մեր պոզիցիայից առողջ ապրելակերպ իրենից ենթադրում է առողջ սնունդ, կախված մեր գաստրոենտերոլոգիական քրոնիկ հիվանդություններից, որոնք ունեն հստակ սննդակարգ եւ տվյալ սննդակարգը արդեն իրենից թելադրում է առողջ ապրելակերպի որոշակի մի մաս։ Քանի որ կան որոշակի սննդային հակացություններ, առողջ ապրելակերպի հիմունքներում լինում է սննդակարգային մոտեցումը, ֆիզիկական ըստ տարիքի եւ ֆիզիկական տվյալների ֆիզիկական ակտիվությունով զբաղվելը, թերևս այսքանն է։ Այսինքն բոլոր դեպքերում անկախ նրանից մարդը այս կամ այն խնդիրը հիվանդություն ունի թե չունի, եթե ինքը ապրում է առողջ ապրելակերպով, որքան էլ սա ծեծված արտահայտություն է, բայց ես տարիների ընթացքում հասկանում եմ, որ ինչքան շատ ենք այս մասին լսում, այնքան շատ ավելի ենք հասկանում, որ այնքան հեռու ենք մենք այդ առողջ ապրելակերպ ասվածից, որ հենց դրա այդ հեռու լինելն էլ արդյունքն է այն բոլոր հիվանդությունների խնդիրների, որոնք որ առավել հաճախ հանդիպում ենք, հա։ Եթե մենք այս ամեն ինչը պահենք բարձր իմունիտետի դեպքում, եթե անգամ հանդիպենք ձեր նշած բակտերիաներին, վիրուսներին, ինֆեկցիաներին, հնարավորինս թույլ կլինի այդ տոքսիկացիան, թույլ կլինի նաև արտահայտությունները մեր օրգանիզմում։ Այո, ճիշտ է, հեշտ կլինի հաղթահարել տվյալ խնդիրը, որը առաջացել է մեր օրգանիզմում, նաև մեզ կօգնի պարբերաբար կանխարգելիչ այցերը համապատասխան մասնագետների մոտ, երբ որ կանխարգել ենք խնդիրը, երբ որ քրոնիկական հիվանդությունները վերահսկողության մեջ լինեն եւ սրացման этаպներում ճիշտ մասնագետի դիմենք, չզբաղվենք ինքնաբուժությամբ։ Չդիմենք արհեստական բանականությամբ։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ գնանք դիտելու տեսանյութ, նորից վերադառնանք ու շարունակենք։
պերմանենտ դիմահարդարման մասնագետների համար այսօր օրը տոնական է, իսկ օրվա տոնական տրամադրությունը, տոնական լինելը, ինչպես միշտ ապահովել է, կազմակերպել է, նախաձեռնել է Tattoo Generation-ը։ Թե ինչ միջոցառման մասին է խոսքը, ավելի մանրամասն հենց ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանից ենք խնդրելու մանրամասները ներկայացնի, ինչպես միշտ մենք ձեր բոլոր միջոցառումների ներկա ենք եւ ինչպես միշտ մենք նորից զարմացած ենք, որովհետեւ ինձ համար գոնե զարմանալի է, որ կարող ենք ամսվա մեջ ունենալ մի քանի միջոցառում, բայց դրանք բոլորը լինեն տարբեր, բոլորը լինեն հետաքրքիր եւ ինչպես մասնագետներն էին անընդհատ խոսում իրենց մեջ, բոլորը լինեն հագեցած ու հետաքրքիր։ Այդ ինչպես է կարողանում այդքան հետաքրքրություն մտցնել յուրաքանչյուր միջոցառման մեջ, որոնք առաջին հայացքից թվում են, թե բոլորն էլ նույն ոլորտի, նույն սկզբունքով միջոցառումներ են։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն Տաթև ջան, եւս մեկ անգամ մեզ հնարավորություն տրամադրելու համար, որպեսզի կարողանանք մեր ինֆորմացիան տալ մեզ դիտողներին։ Ասեմ, որ այս անգամ ավելի շատ մասնակիցներ ունեցանք, գրեթե 150 եւ ավել մասնակից ունեցանք, Ալեքսանդր Սիվակ բրենդը իր 4 մասնագետներին բերել էր Հայաստան եւ բացի այն, որ ցուցադրեցին հոնքեր, շուրթեր, կոպեր, ռեմուվեր, նաեւ ցուցադրեցին հավելյալ այսպես կոչված վալասկովայա տեխնիկա, ռուսերեն կոչված մազիկային տեխնիկա, որը չկար ի սկզբանե, ավելացրեցին, ավելի շատ ցուցադրումներ եղան մեզ մոտ, նաեւ մեր նախորդ կոնֆերանսներից արդեն փորձառություն ձեռք բերելուց հետո մենք կարողանում ենք արդեն ավելի արագ անել ամեն ինչը եւ ավելի շոու ծրագրերը շատացնել, հետաքրքրացնել, այսօր մեզ մոտ նաեւ մասնակիցները այնքան հետաքրքիր որ իրանք էլ էին ապարում այդ շոու ծրագրերի հետ, այդ դանս ստուդիոյի հետ իրանք էլ էին ապարում։ Այո, արդեն հարազատացել ենք, ճիշտ ասած 50% արդեն մեր նախորդ կոնֆերանսներից էին, մյուս 50%-ը նորեկներ էին, նորեկները գրանցվում են մեր մյուս կոնֆերանսներին տեսնելով ինչքան հետաքրքիր է անցնում, քանի որ ունենք եւ ինֆորմացիա, եւ մաստեր-կլաս ցուցադրումներ, եւ նվերներ, եւ խաղարկություններ, եւ զեղչեր ունենք խանութ սրահից տրամադրում ենք մասնակիցներին։ Իդեպ նշեմ, որ այս անգամ մեր այս օրվա կոնֆերանսի մասնակիցները ստացան 50% զեղչ մյուս մեր կոնֆերանսի մասնակցելու համար, ամսի 8-ին Տինել ընկերությունն է գալու մեզ մոտ 7 մասնագետ է բերում այս անգամ, նախորդը մեզ մոտ 3-4 է, այս անգամ 7 մասնագետ են գալու ու մի շարք ցուցադրումներ են լինելու, հոնքեր, շուրթեր, կոպեր, ռեմուվերներ, պլյուս բոլոր մասնակիցները աշխատելու են արհեստական մաշկի վրա ցուցադրություններ են կատարելու։ Այո, ինչպես միշտ մեր մյուս կոնֆերանսներին եղել է, այնպես շարունակվում է, պլյուս ավելանում են, էլ ավելի լավանում են, մենք հիմա արդեն փորձում ենք ավելի հակիրճ անել, որ չնստեն 2 ժամ մի պրոցեդուրա դիտել, ամեն 30 րոպեն մեկ մեր սպիկերները ցուցադրություններ են կատարում, այսինքն մեկը սկսում է, դեռ չավարտած մյուսն է սկսում, հետո ընդհանուր ցույց ենք տալիս վերջնարդյունքը երրորդն է սկսում, այսինքն ամեն 30 րոպեն մեկ 40 դինամիկան շատ արագ է մեզ մոտ ընթանում, որ չհոգնեն։ Բացի այդ ոչ մեկ հոգնած չէր իմիջիայլոց ասեմ, այո, այստեղ ոչ մի հոգնած մարդ չկար, բոլորը շատ ոգևորված, շատ ուրախ։ Ես վստահ եմ, որ եթե նախատեսված ժամանակից նույնիսկ մի քանի ժամ ավել էլ մնային, իրենք սիրով մնալու են, որտեղ ըստ զրույցների այդպես էր արդեն հասկացում, թե իսկապես տրամադրությունը ներսում շատ բարձր է։ Իրականում մի պահ մոռացել էինք ինչի համար էինք հավաքվել, որ կոնֆերանս է գնում, որովհետև տրվել էինք պարերին, շոու ծրագրերին եւ չէինք ուզում կտրվենք, այնքան հետաքրքիր էր անցնում եւ ավելին ասեմ, այս կոնֆերանս դահլիճի կողքը բասեին կա, փուլ ունեն, մասնակիցները ասում են կարող է քանի տակա մի հատ թրջվենք նախքան կոնֆերանսին, որ ավելի տաք եղանակա լինելու, ինչ կարելի ավելացնել ծրագրում։ Այո, իհարկե, արդեն ի նկատի ունեմ, քանի որ մի քանիսն արդեն պատրաստ էին թեկուզ շորերով։ Շատ լավ է։ Այս կոնֆերանսը նաև տարբերվում էր նախորդներից, որոնցում մենք ներկա ենք եղել, կարծես թե տարածաշրջանային էր, որովհետև ես տեսա, որ բացի հայ մասնագետներից նաև ունենք Վրաստանից հյուրեր եւ այլն։ Այսպես թափ է, հա, առնում կոնֆերանսը եւ դառնում է ավելի միջազգային քիչ-քիչ բնույթի։ Այո, տեսեք, իրականում թե Հայաստանում, թե դրսում նայում էին Ռուսաստանում կոնֆերանսները ինչպես հետաքրքիր անցնում իր շոու ծրագրերով, քանի որ մասնագետները այնքան են գնացել այդպես սեմինարների, հոգնել են միայն լսելուց։ Ուզում են նորմալ ֆոտոներ, վիդեոներ ունենան, հետաքրքիր ժամանց անցկացնեն եւս, բացի այն, որ ինֆորմացիա ստանան, նաեւ հաճելի, այո, օգտակարի հետ անցկացնեն։ Հիմա արդեն տեսնում են մեր հոլովակները,
ինչպես աշխուժ է անցնում, ինչքան շատ է դինամիկան, ինչքան շատ է շոու պրոգրամները մեզ մոտ, ինչքան հետաքրքիր է անցնում ու ինֆորմատիվ ու ցուցադրություններ, նվերներ, սերտիֆիկատներ, զեղչեր եւ այլն, պլյուս չեմպիոնատ էլ ունենք հետագայում զեղչեր են ստանում մասնակիցները, այնպես որ դրսից են սիրով գալիս մասնակցում, այսօր մեր բոլոր հյուրերը ասեցին տարբեր երկրներում մասնակցել են կոնֆերանսների, նմանատիպ կազմակերպված, որ ժամը ժամի վրա ոնց գրված այնպես լինի, այսպես հագեցած կոֆե բրեյք, այսպես հագեցած շոու ծրագրեր, դեռ չենք հանդիպել, չգիտեմ, կարող է հաճախոսում էին ականջից, բայց իմ ականջիներ հասան, որ իսկապես նախ այն, որ մասնագետներին ամեն անգամ երբ մենք լինում ենք ներկա, տեսնում ենք, որ մասնագետները նորից են վերադառնում, իսկ մենք վերադառնում ենք, երբ մեզ համար հաճելի էր եւ լավ էր, հա, իսկ այն մասնագետներ, որոնք անդադ գալիս ու գալիս են, սա արդեն իսկ խոսում եմ մասին, որ մարդիկ ստացել են ինֆորմացիա, գիտելիք եւ գալիս են նորի հետևից։ Սա մեկ դրական կողմ եւ իսկապես խոսվում էր այն մասին, որ միանգամից 150 տարբեր մարդիկ, տարբեր մասնագետներ, տարբեր խառնվածքի մարդիկ մեկ տեղում լինել եւ այսքան ջերմանցնի եւ այսքան կազմակերպված, սա ձեր աշխատանքի լավագույն գնահատականն է կարծում եմ, երբ յուրաքանչյուր առանձին մի տեղում հենց այս մասին է բարձրաձայնում։ Այո, իհարկե, խոսում են այդ մասին, մենք ունենք էլ ավելի աշխուժ կոնֆերանսներ, կարող են գրանցվել, դեռ տեղեր ունենք իհարկե, ամսի 4-ին ունենք կոնֆերանս, ամսի 8-ին ունենք մայիսի կոնֆերանս, ամսի 13-ին իդեպ մայիսի մենք հասարակական կազմակերպություն ենք բացել, արդեն 13-ին հավաքվում ենք, այդ մասին մյուս հաղորդաշարին ավելի մանրակրկիտ կխոսեմ, բայց կուզենայի մի փոքր անդրադառնալ դրան, որ մարդիկ տեղեկացվեն, քանի որ առաջինը բաց է, անվճար է, կարող են գալ մասնակցել, այս պահին պերմանենտ դիմադրման մասնագետների համար ենք հավաքվում, ինքը հասարակական կազմակերպություն է, կոչվում է Global Beauty Union, հասարակական կազմակերպություն, մենք բացել ենք այդ կազմակերպությունը, որպեսզի նպաստենք ոլորտի զարգացմանը, ինքը ունի մի շարք ծրագրեր, որոնք պետք է իրականացնեն, պետք է քննարկենք մեր անդամների հետ կազմակերպության, որով հավաքվում ենք ամսի 13-ին, ժամը 4-ին, ցանկացողները կարող են գրել մեր էջին, անձնապես ինչ ճանաչողները զանգահարել, ինքը բաց է, անվճար է, պերմանենտ դիմադրման մասնագետների համար։ Եթե մասնագետը ուզում է առաջ գնա իր գործի մեջ, ապա միանշանակ այդ կազմակերպությունը իրեն անհրաժեշտ է։ Հերիք է մի փոքր խաբված գան մասնագետները, համեցեք տեղում ամբողջը բացահայտ ներկայացնենք, խնդիրները միասին լուծենք, իսկ շատերին պաշտպանված են դառնում։ Այո, շատերին ճիշտ ասած չեն հասկանում հասարակական կազմակերպությունը ինչ է նշանակում, մտածում են նոր ՍՊ-ա, նոր ԱՁ-ա, ինչ որ բան է, պրոստը կուզենայի նշեի, որ պրոստը հասարակական կազմակերպությունը դա ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է, ինքը նշանակությունը բացվել է նրա համար, որ օգնի մասնագետներին եւ դրա մասին կխոսենք ավելի մանրակրկիտ մյուս մեր հաղորդման, այո։ Շատ լավ։ Меня зовут Ирен Лосева, и сегодня мы выступаем с нашей командой бренда Асивак в Ереване. Я в Ереване нахожусь впервые, в принципе, в Армении впервые. Мне здесь очень понравилось, здесь очень атмосферно, классные, приветливые участники, все подходят, знакомятся, фотографируются, дают какую-то обратную связь. Оказалось, что некоторые со мной онлайн уже знакомы, это, опять же, очень приятно. Мы сегодня планируем с командой выложиться по полной, выступаем амбассадорами бренда Асивак, и непосредственно сам Александр Сивак тоже здесь сегодня. Будем делиться своими фишками, контентом, особенностями нашей работы в перманентном макияже. И я, конечно, хочу выразить огромную благодарность организатору мероприятия Тиграну, потому что очень масштабное мероприятие, очень красивое. Очень теплая встреча, организация, и такая прям вот с душой. Видно, что человек встречал тебя с душой. И я думаю, что это самое важное, особенно в наше время. Человечность, она должна быть вот такой, как здесь. Приветствую, меня зовут Любовь Антонова, и я являюсь также амбассадором бренда Асивак, и я также впервые в Армении, и очень счастлива побывать в этой стране, познакомиться с народом, побывать вообще, в принципе, в такой дружеской атмосфере. Вот. И само мероприятие такое же душевное, такое же теплое, как и народ, как и сама Армения, как и Ереван. Очень круто, что
настолько все тепло организовано, настолько все подвижно, настолько все активно, настолько все ярко, эффектно. И такие мероприятия действительно важны в нашей индустрии, потому что мы объединяемся, обмениваемся опытом, обмениваемся какими-то фишками, развиваем нашу индустрию и толкаем нас только выше, выше и вперед, и вперед. С огромным удовольствием обязательно приеду сюда еще раз. С удовольствием буду делиться своей техникой растушевки, буду учить, показывать, рассказывать, делиться, как красиво, грамотно, качественно выполнять перманентный макияж на глазах. Это такая зона, скажем так, которую действительно не все используют в своей работе, очень многие недооценивают, очень многие боятся. И я считаю своей миссией как раз-таки показать, что от этой зоны можно действительно получать очень большое, хорошее удовольствие. В 2016 году мы познакомились с Тиграном, причем познакомились мы с ним в Греции, в Афинах. И с этого момента стали сотрудничать, дружить и часто встречаться. Поэтому мы в Ереване не первый раз, часто сюда приезжаем на подобные мероприятия. Нам очень нравится вообще, в принципе, Ереван не только поработать, но и отдохнуть. Вот завтра мы, допустим, поедем со всеми амбассадорами кататься. Вот, поющие камни, Дилижан, Севан обязательно заезжаем. Вот. Поэтому нам здесь очень нравится, и нравится, что развивается не только индустрия перманентного макияжа, но и сама культура перманентного макияжа. То есть с каждым годом все лучше и лучше. И очень много новых, молодых, амбициозных мастеров приходят в эту сферу. И радует то, что они интересуются, посещают мероприятия, да, задают какие-то вопросы. Они как и простые, так и сложные. Да, то есть это очень хорошо. То есть это ведет к тому, что сама культура, ну, я не буду говорить, что именно в Ереване, да, в Армении она очень хорошо развивается. Вот, допустим, сегодня приехала целая делегация из Грузии в том числе, да, мастеров, которые хотят развиваться. Но все больше и больше именно новичков приходят на такие мероприятия, чтобы больше узнать, задать вопросов каких-то, да, даже в том же плане контент какой-то себе набрать, да, для привлечения клиентов, что они вот посещают, развиваются, да, и так далее. И это очень удобно, такой формат встреч. Почему? Потому что мы делимся всегда опытом, причем моменты могут быть разные. Мы не рассказываем о том, как все хорошо. Мы показываем обе стороны, да, что бывают риски, осложнения, недовольства, как с этим работать, что нужно делать. Да. И это очень удобно для мастеров, когда это открыто искренне, да, а не какие-то там продажи в лоб. Потому что сегодня не хватает вот этой ценности. И когда мы передаем свой опыт, люди его впитывают только при условии, когда они чувствуют, что с ними говорят на одном языке и говорят то, как оно есть, реальность, да, а не выдуманная вот эта маркетинговая структура, так скажем. Поэтому нам всегда здесь очень приятно работать. Это всегда какие-то новые эмоции, такие прикольные. Вроде бы ты уже был, да, но вот ты приезжаешь опять к нам, вот у вас погода, тепло, тогда всегда. Мы очень любим вкусно покушать, хорошо выпить под хорошую закуску. Все здесь это возможно, это реально. Вот. И вот у нас, допустим, девочки, да, из Беларуси, 2 амбассадора, и Марина Ланина из Тамбова, они ни разу не были в Ереване. Они уже тут счастливы, как все красиво, вот эти запахи, да. И чувствуется, конечно, город очень красивый, Ереван. И мы тут находимся в центре, 3 минуты прошел, все достопримечательности центральные, да, очень красиво. Поэтому мы с радостью сюда приезжаем, и иногда даже, вот первые разы, когда я приезжал в 2016-2017 году, ко мне все подходили мастера и Севак, Севак, Севак. Я сначала не понимал, почему вы меня по фамилии называете. Они думали, что это мое имя, и я армянин. Поэтому мне тут вдвойне приятнее вот, здесь работать. Ну, принимают за своего всегда. Значит, вообще мероприятия такого плана, когда они разносторонние. Что такое разносторонние? Да? То есть, допустим, когда не один спикер, а их несколько. Да? Вот у нас сейчас 5 человек. И каждый делится своим опытом. Он разный у всех. Да? И подтверждает он это, демонстрируя эти процедуры, да? И показывая результаты. Что это дает мастеру? У любого мастера всегда есть какие-то вопросы. Когда он работает один в 4 стенах, ну, в закрытом пространстве, то есть он общается только с клиентом и опирается на мнение клиента. Но клиент, он не профессионал, он в этом не разбирается, к сожалению. Да? Ему либо нравится
либо нет. Но, как правило, с точки зрения психологии, клиенту нравится, если его окружение, там, сестра, мама, друзья на работе поддержали. Ой, как красиво, все, ты молодец. Тогда ей нравится. Если ей кто-то скажет, что не очень, уже ей не нравится. Это вот психология. Да? Такие мероприятия что дают? Выйти из этих своих 4 стен, посмотреть в первую очередь на других мастеров, понять, что проблемы-то одинаковые у всех. Ну, по сути, по логике своей, да, понять, как с этим работать. И задача спикера, да, не показать свою крутизну, а на простом языке объяснить и донести, то есть дать пользу, самое главное, да, как с этим справиться, что нужно сделать, как это можно решить, да, потому что сценарий, он не один, их может быть разное количество. Ну, вот пример приведу, да. Вот сегодня был вопрос, вот что делать там, синие брови. Да, это проблема везде. И дали решение, как это можно сделать. Что можно? Начать удалять там, лазером, допустим, да, потом перейти к щелочным ремуверам, потом к кислотным ремуверам. Дали эту последовательность, потом можно перекрыть корректором, да, и так далее. То есть дали схему, как это можно сделать, этот сценарий. И обязательно объяснить клиенту, что это какой временной промежуток примерно займет, что это не секунда. Это полгода, год может быть уйти, да, готов ли к этому клиент. Зачастую женщина к этому не готова. Она хочет сразу что-то сделать. Поэтому они все перекрывают и сталкиваются с проблемой, что проходит 3 месяца, опять синие брови. Потому что перекрытие — это очень короткий промежуток будет держать этот красивый, приятный цвет. Да? И наша задача — показать объективно сценарий, что в любом случае вы придете к тому, что надо удалять. Что наилучший вариант, вот, допустим, в конкретном случае, да, пообщаться грамотно с клиентом, объяснить перспективу. И клиент, если адекватен, да, как человек, он, естественно, пойдет на то, чтобы начать это удалять как можно быстрее. Поэтому такие мероприятия дают пользу. И тут очень важно понять следующее, что любой человек вот там, за этот короткий промежуток времени, за день, да, может все-таки прожить какой-то отрезок пути состоявшегося мастера. Перенять на себя и ничего не придумывать, просто прислушаться и сделать так. Это как вариант, да? Либо просто посмотреть эти точки зрения и не применять их, и работать дальше по-своему, да? То есть как кому удобно. Ну, люди, которые применяют и пробуют что-то новое, они всегда развиваются. Человек, который не пробует, он остается в том же своем сегменте, ну, в своих 4 стенах. Поэтому на сегодняшний день такие мероприятия для каждого по-разному. Кто-то первый раз приходит, стесняется, боится, да, там. И наша задача создать дружескую атмосферу сразу. Ее надо сделать, да? Поэтому мы об этом и говорим, что стесняться не нужно, задавайте все вопросы и так далее. Поэтому любое мероприятие подобного рода, оно приводит к росту, к развитию, либо к пониманию тому, и такое бывает, что человек понимает, что это не его сфера. Это тоже польза, то есть он не будет 20 лет сидеть и пробовать, что не получается, пойдет в другую сферу. То есть всегда 2 стороны у медали. Поэтому такие мероприятия помогают в любом случае. Всем здравствуйте, меня зовут Ланина Марина, я первый раз в Армении. Приехала сюда, чтобы показать свою авторскую технику, как я делаю волоски. Считаю, что если мастер, скажем так, считает себя востребованным, то он должен разными техниками владеть. И в том числе волосковая техника сейчас набирает огромную популярность. Она подходит абсолютно любой женщине, так и тем, у кого мало растет волосков, да, чтобы сделать их более объемными, и для тех, у кого, например, совсем не растет, аллопеция, восстановление волос. Но и для девушек с густыми бровями тоже подойдет, чтобы восстановить, например, природное очертание. Первый раз в Армении я вообще под большим впечатлением от организации, от большого количества участников. Участники все такие душевные, лояльные, очень им интересно смотреть за нами. Вообще круто, что мастера приехали из разных участков не только Армении, но и Грузии, в том числе, за какими-то знаниями определенными. Это очень круто, что мастера не сидят на месте, а развиваются и ездят на такие крутые мероприятия. Բարև ձեզ,
дорогие жողովուրդ, начну я с вами здороваться так, потому что Армения – это моя родина, и я очень рада, что сейчас здесь нахожусь. Я уже за год посетила 5 раз, и в том году показывала свою технику, как я делаю брови без эскиза, и, в принципе, сегодня тоже расскажу все свои секреты и фишки мастерам из Армении, потому что я очень хочу, чтобы на моей родине мастера развивались, сделали девушек красивее и счастливее. Я многократный чемпион по перманентному макияжу, также являюсь судьей на сегодняшний день и спикером, то есть прошла этот путь от А до Я, от участника, и вот сегодня буду делиться даже тем, как участвовать в чемпионатах. И еще хочу поговорить о самом мероприятии. На самом деле это гостеприимство, это отзывчивые мастера, которые хотят получить много информации, чтобы поменялась техника. В свою очередь я сделаю все, поделюсь сегодня, расскажу не только как в техническом плане, да, работать, но и как сделать так, чтобы зарабатывать больше и привлекать к себе клиентов. Хочу выразить огромную благодарность Тиграну, что собрал здесь такое окружение мощное. Для мастеров это тоже очень полезно, потому что очень важно иметь сильное окружение. Мероприятие теплое, душевное, и с удовольствием еще бы хотелось сюда вернуться снова и снова. Շարունակելով զրույցը, ես վստահ եմ, որ ցանկացած ոլորտում կան խոցելի, այսպես ասած, խմբեր, ովքեր առավել հակված են, որ կարող են այս կամ այն խնդիր ավելի սրացված ընկալել, եւ գուցե հենց դա է պատճառը, որ նույն օրինակ սեղանից օգտվում են 10 հոգի, որոնցից 9 ունենում են շատ լավ ինքնազգացողություն, մեկը անընդհատ սկսում է գանգատվել այս կամ այն տեսակի խնդրով։ Եվ այս դեպքում արդեն գալիս է օգնության այն թեզը, որ կան մարդիկ, որ ուղղակի հակվածություն ունեն կամ խոցելի խմբում են, հա։ Ովքեր են այդ մարդիկ։ Այս պարագայում խոցելի խումբ են համարվում հարուցիչների նկատմամբ մանկահասակ երեխաները, տարեց մարդիկ եւ այն մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ գաստրոենտերոլոգիական խնդիրներ։ Ցավոք սրտի հարուցչի օրգանիզմը ներթափանցելուց հետո բոլոր գաստրոենտերոլոգիական խնդիրները տարբեր դրսևորումներ են ունենում եւ պլյուս դրա նոր կլինիկական դրսևորումներ։ Եվ որպեսզի չունենանք բարդացումներ, պիտի նախորդ խնդրի դինամիկ վերահսկողություն սահմանենք եւ տվյալ նոր առաջացած խնդիրը եւս հավոր պատշաճի բուժում իրականացնենք։ Եթե այնուամենայնիվ արդեն կա խնդիրը, արդեն հանդիպել ենք բոլոր ախտանիշներին, որոնք որ այդքան էլ հաճելի չեն, ինչ անել, որտեղից սկսել, ումից սկսել եւ սկսել անհանգստանալ։ Առաջին իսկ կլինիկական դրսևորման դեպքում, հատկապես մանկահասակ երեխաների եւ տարեցների դեպքում անմիջապես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Հատկապես եթե կա անամնեզում գաստրոենտերոլոգիական ծանրաբեռնվածություն, անպայման դիմել իրենց գաստրոենտերոլոգներին, ընտանեկան բժիշկներին, իսկ մինչ այդ, որպեսզի չունենանք թեկուզ առաջին կլինիկական դեպքը, թեկուզ ընկալունակությունը տվյալ հարուցչի, անհրաժեշտ է պարբերաբար կանխարգելիչ այցեր ունենալ եւ ընտանեկան բժիշկներին եւ իրենց մասնագետներին։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար, ներկայության համար։ Ես հուսով եմ, որ այս պահին նրանք, ովքեր ինչ որ բանով սնվում են, մեկ անգամ փորձեն վերհիշել, մտածել, փորձել հասկանալ ինչ են ուտում եւ արդյոք սա վտանգավոր չէ, թե վտանգավոր է թե ոչ, որտեվ եթե մենք կարողանանք ստիպել հեռուստադիտողին, բառից բուն իմաստով ստիպել, հա, ուտելային ինչ վնասակար չէ, ապա մենք կարող ենք ասել, որ մեր հանդիպումները կայացած են եւ մեր հանդիպումները իրենց նպատակին են ծառայում։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ գաստրոենտերոլոգ Գրետա Պողոսյանն էր։ Մենք հանդիպելու ենք մյուս եթերում։ Ցտեսություն։